Շարունակում ենք մեր ծանոթությունը լիրիկա զբոսանավի հետ։ Այժմ մենք ներսում ենք և գտնվում ենք ընդունարանում։ Հենց մուտքից դեպի ձախ գտնվում է բար, այսպիսի։ Դեպի ձախ մենք մոտենում ենք թատրոնին, այսպիսի թատրոն է, երեկոները զբոսանավի մեջ տեղի են ունենում ներկայացումներ և մոտավորապես 500-ից ավելի մարդ է այստեղ տեղավորվում։ Այստեղ լիֆտերն են, սպասարկում է մինչև 12-րդ հարկը, 4-րդ, 5-րդ հարկերում խանութներ են, բարեր, այսպես դուք տեսնում եք, մենք հիմա 4-րդ հարկում ենք, նավը ունի մինչև 12 հարկ այս նավը, ռեստորաններ, բարեր, ամենուր, նման պատկեր է նավի վրա։ Հիշեցնենք, որ լիրիկա զբոսանավը շահագործման է հանձնվել 2003 թվականին և 2015 թվականին անցել է վերանորոգման։ Մենք հիմա անցնում ենք կազինոյի մոտով, որտեղ կան զանազան խաղեր, ամենաիսկական խաղամոլների, փողով խաղացողների, սիրահարների համար։ Անցնում ենք խանութների կողքով։ Հերթական շքեղ բարերից մեկն է, պատուհանից երևում է ծովը։ Ինչպես արդեն ասել եմ, 2679 ուղևորի համար է, ունի 200-ից ավելի սպասարկող անձնակազմ, այստեղ կարող են լուսանկարվել, վերցնել իրենց լուսանկարները։ Կներեք մի ուղում անեմ, նավի վրա սպասարկող անձնակազմը 721 հոգի են։ Այժմ միասին բարձրանանք լիֆտ և բարձրանանք վերևի հարկերը և ես այնտեղ կներկայացնեմ ձեզ։ Այս հատվածում սենյակներն են, 224 սենյակ կա, որից 139 լյուքս տեսակի է։ Այժմ մենք լիֆտի մեջ ենք, միայնակ։ Մենք այժմ լիրիկա նավի վերնամասում ենք, 12-րդ հարկում։ Ձեզ պետք է ասեմ, որ նավը ունի 175 մետր երկարություն, ունի 29 մետր լայնություն, այժմ նավի մի ծայրամասից մյուսն ենք քայլում, այստեղ դուք տեսնում եք լոգանքի համար հարմարություններ, սակայն այսօր եղանակը դժբախտաբար արևային չէ, բասեինը,
Իդեպ նավում կան լողավազաններ, ջակուզի, սպա, սպորտ ֆիթնես դալիճներ, կազինո, դիսկո, խաղահրապարակներ, մինի գոլֆ, մի խոսքով այն ամենը ինչ անհրաժեշտ է, անցնում ենք բասեինի կողքով, սա երեխաների համար է նախատեսված, ընդամենը մեկ հարկի չանք ներքև կրկին անցնում ենք բարերի կողքով, ճաշացուցակը մտնում է զբոսանավի գնի մեջ, սա արդեն ամենամեծ ճաշասրահն է, որտեղ մարդիկ օգտվում են սնունդից, պետք է ասել, որ սա MSC ընկերության ամենափոքր նավն է, ամենամեծը մոտավորապես ունի կրկնակի մոտ 6000 մարդ է ընդունում և իր չափսերով էլ համապատասխանաբար 300 մետր երկարություն ունի և 70-ից ավելի լայնություն։ Այժմ ձեզ ցուցադրենք համարներից մեկը։ Քարտով բացվում է դուռը, ահա անմիջապես լոգանքի և զուգարանի հարմարություններն են, սենյակը այսպիսի տեսք ունի, այստեղ պահարան է, առաջ ենք շարժում այսպես հայլիապատ, 4 հոգու համար նախատեսված սենյակն է սա, բալկոն դեպի ծով, ինչ կարելի է ասել հայ զբոսաշրջիկներին, ասում ենք, որ արժե, օգտվեք նաև շրջագայության այս ծառայությունից, բավական հաճելի է և բավական ծառայություններ կան, որ ձեզ մատուցում են ձեր հանգիստը լավ անցկացնելու համար։ Նիդերլանդական օրագրի համար շրջող օբյեկտիվը ձեզ համար պատրաստեց այս տեսանյութը։